Ես ամեն անգամ երանի եմ տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ նման սիրում են ֆուտբոլը եւ հետեւում են ֆուտբոլային թոփ իրադարձություններին։ Ողջույն ընկերներ, ձեզ հետ է Վաղ Սպորտի Վահագն Ամիրջանյանը եւ ես եկել եմ քննարկելու ֆուտբոլային թոփ իրադարձությունները։ Եվ սկսենք մի անգամից Լիգա 1-ից, որտեղ եղան հետաքրքիր իրադարձություններ, Պարի Սեն-Ժերմենը պարտվեց, Լանսը հաղթեց, նորից այնտեղ չեմպիոնական պայքարը սրվեց, բայց հիմա հերթով ամեն ինչ։ Պարի Սեն-Ժերմեն Մոնակո, սա Պարի Սեն-Ժերմենի երկրորդ պարտությունն էր Լիգա 1-ում արդեն Մոնակոից, նրանք նաև արտագնախաղում էին պարտվել 1-0 եւ այս խաղում էլ պարտվեցին 1-3։ Մեկնարկեց առաջի խաղակեսը, երկու թիմերն էլ շատ ակտիվ մեկնարկեցին, ունեին հնարավորություններ, բայց լավ էին խաղում երկու թիմերի դարպասապանները եւ խաղի 27-րդ րոպեին Բալագունի փոխանցումից հետո Ակիլուշը հաշիվը դարձրեց 1-0, այդ դրվագում պետք է նշեմ, որ Պարի Սեն-Ժերմենի ֆուտբոլիստներից մեկը կոպտագույն սխալ թույլ տվեց Էմերին եւ այդ սխալից էլ եկավ այս գոլը։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը, Տուգանային հրապարակում խառնաշփոթ ստեղծվեց եւ խաղի 55-րդ րոպեին առաջին հպմամբ Գոլովինը հաշիվը դարձրեց 2-0, ընդամենը 1 րոպե առաջ էր փոխարինման մտել Բամբայի փոխարեն եւ մի անգամից աչքի ընկավ գոլով։ Պարի Սեն-Ժերմենը պատասխանեց 3 փոփոխություններով, այո, Պարի Սեն-Ժերմենը հասկանալի է պատրաստվում է Չեմպիոնների լիգայի բարդ խաղին Չելսիի հետ եւ այս իրավիճակում ռոտացիա էր արել եւ որոշ ֆուտբոլիստներ մեկնարկային կազմում չէին եւ փոխեց Խաղադաշ մտավ Խվիչայի փոխարեն Դեմբելեն, Դրո Ֆերնանդեսի փոխարեն Լիկանինը եւ Դուեի փոխարեն Մայոլուն։ Այս փոփոխություններից հետո խաղի 71-րդ րոպեին Հակիմիի փոխանցումից հետո Բարկոլան կրճատեց հաշիվը եւ դարձրեց 1-2։ Սա Բարկոլայի հերթական գոլն էր Լիգա 1-ում Պարի Սեն-Ժերմենի գլխավոր ռմբարկուն է եւ շարունակում է գոլեր խփել։ Արդեն երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփում։ Թվաց թե հիմա կարող է ինչ-որ բան փոխվել, բայց ընդամենը 2 րոպե հետո Ակիլուշի փոխանցումից հետո Բալոգունը հաշիվը դարձրեց արդեն 1-3։ Հետո արդեն Պարի Սեն-Ժերմենը ինչ-որ փորձեր ձեռնարկեց, բայց այս խաղը փրկել չստացվեց։ Ինչպես եմ ես տեսնում այս հանդիպումը, ես կարծում եմ այս հանդիպմանը Պարի Սեն-Ժերմենը նորից լուրջ չէր մոտեցել, նրանց ուշն ու միտքը Չեմպիոնների լիգան էր, ես շատ եմ սրա մասին խոսում, կարծես թե ամեն անգամ նույն բանը կրկնում եմ, բայց դա փաստ է։ Պարի Սեն-Ժերմենը շատ խաղերում չի տրամադրվում, մեկ ոտքի վրա է խաղում եւ այս խաղն էլ շատ նման էր այդպիսի խաղի։ Իրական գնահատականը մենք Պարի Սեն-Ժերմենի կստանանք կարծում եմ Չելսիի հետ խաղերում 1-8-ում, ինչը սարերի հետևում չէ եւ մենք շուտով դիտելու ենք այդ հանդիպումները եւ կարծում եմ այդ ժամանակ արդեն հստակ կհասկանանք Պարի Սեն-Ժերմենը իրոք այդ տպավորությունը ճիշտ է, որ մեկ ոտի վրա է խաղում եւ լուրջ չի մոտենում այսպիսի խաղերին, թե իրոք Պարի Սեն-Ժերմենում խաղային խնդիրները ավելի քան լուրջ են, քան թվում են։ Հաջորդ հանդիպումը, որի մասին ուզում եմ խոսել, Թուլուզ Մարսել խաղն էր, իրականում շատ անհետաքրքիր հանդիպում ստացվեց։ Երկու թիմերն էլ կարելի է ասել մոտ էին խաղում հնարավորություններով, պայերով, առաջի խաղակեսում համեմատաբար ակտիվ էր Մարսելը, երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ էր իրականում Թուլուզը, բայց այնտեղ չնչին առավելությամբ, բայց խաղի միակ գոլը խփվեց առաջի խաղակեսում, Պաշիայի փոխանցումից հետո Գրիվուդը բացեց հաշիվը խաղի 18-րդ րոպեին եւ դրանից հետո այլևս ոչ մի իրադարձություն տեղի չունեցավ։ Մարսելը հաղթեց 1-0 եւ իր համար շատ կարեւոր հաղթանակ տոնեց։ Հաջորդ հանդիպումը իհարկե Լանս մեծն է, այստեղ Լանսը առանց խնդիրների 3-0 հաշվով հաղթեց, շատ լավ տպավորություն թողեց Լանսը։ Երկու խաղակեսերում էլ Լանսը ուներ մեծ առավելություն, ընդհանրապես մեծը ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ չկատարեց դիպուկ հարված։ Ես դիտում էի այս խաղը եւ իրականում Լանսը կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով, բայց հաղթեց 3-0 հաշվով։ Առաջի խաղակեսի վերջնամասում Ադուլ Համիդը խաղի 44-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, երկրորդ խաղակեսի մեկնարկում Տովենը Տոմասոնի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 2-0, հետո 52-րդ րոպեին Հայդարան Ուդոլի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 3-0 եւ հետո կարող էին նորից գոլեր խփել, բայց չխփեցին այդ գոլերը եւ Լանսը կարողացավ իր համար շատ կարևորագույն հաղթանակ տոնել եւ Պարի Սեն-Ժերմենի հետ միավորները նորից կրճատել։ Հիշեցնեմ, որ Լանսը նաև Ֆրանսիայի Գավաթում հանդիպում ունեցավ այս տուրում, խաղում էին Մարսելի հետ եւ 2-0 հաղթում էին, հետո կներեք ոչ թե Մարսելի, այլ Լիոնի եւ այդ ժամանակ Լիոնը 2-0 հաշվով պարտվում էր, կարողացավ 2 գոլ հետ բերել, բայց 11 մետրանոցներով Լանսը անցավ հաջորդ փուլը։ Հիշեցնեմ, որ Մարսելը եւս 11 մետրանոցներով Գավաթային խաղում պարտվեց եւ դուրս մնաց։ Ընդհանրապես Մարսելի մոտ աղետալի վիճակագրություն է ներքին առաջնությունում եւ
գավաթում նրանք արդեն շատ երկար տարիներ չեն հաղթում, այդ վիճակագրությունը ես իմ տելեգրամյան ալիքում գցել էի, հիմա չեմ հիշում վերջին հաղթանակը 2008-2009 մրցաշրջանին էր, թե 10-11, բայց շատ երկար ժամանակ է ինչ Մարսելը չի կարողանում հաղթել ոչ գավաթ, ոչ ներքին առաջնություն, եւ սա արդեն իհարկե լրջագույն խնդիր է։ Եվ վերջին խաղը, որը մեզ հետաքրքրում է, եւ տուրի վերջին հանդիպումը Լիոն-Պարիզ, Լիոնը գավաթից դուրս մնալուց հետո չկարողացավ հաղթել նաև Լիգա 1-ում, խաղի 63-րդ րոպեին Մունեցին բացեց խաղի հաշիվը եւ միայն խաղավերջում 11 մետրանոցից Տոլիսոն կարողացավ հաշիվը դարձնել 1-1 եւ Լիոնը կարևոր միավորներ կորցրեց եւ այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան, ներկայացնեմ քառյակը, Paris Saint-Germain-ը 57 միավորով այս պահին առաջատարն է, Լանսը արդեն 56 միավոր ունի եւ 1 միավորով է զիջում Paris Saint-Germain-ին երկրորդն է, Մարսելը բարձացավ երրորդ հորիզոնական, սակայն հավասար միավորներ ունի իրականում Լիոնի հետ, երկուսն ունեն 46-ական միավոր, բայց Մարսելն է երրորդը, Լիոնը չորրորդն է, այս փոփոխությունը տեղի ունեցավ, առաջնության գլխավոր ռմբարկուն Գրինվուդն է, խփած 15 գոլով եւ կատարած 4 գոլային փոխանցումով, երկրորդը Պանիչելին է Ստրասբուրգից 14 գոլ եւ 1 գոլային փոխանցում, երրորդը Լեպուլն է Ռենից 13 գոլ եւ 3 գոլային փոխանցում, չորրորդը Սուիշն է Լիոնից 10 գոլ եւ 3 գոլային փոխանցում եւ 5-րդը եւ 6-րդը անպատասխանաբար միասին կիսում են Լանսից Սաիդը եւ Paris Saint-Germain-ից Բարկոլան, որոնք ունեն 10-ական գոլ եւ անպատասխանաբար 2 եւ 1 գոլային փոխանցում։ Այսքանը Լիգա 1-ի մասին։ Բունդեսլիգա, այստեղ եւս տեղի ունեցան որոշակի հետաքրքիր հանդիպումներ, եկեք սկսենք մի անգամից Բավարիայի հանդիպումից, որտեղ Հարի Քեյնը որոշակի վնասվածք ուներ եւ այս խաղում չխաղաց, բայց Բավարիայի համար դա խնդիր չդարձավ, Բավարիան երկու խաղակեսերում էլ ուներ տոտալ առավելություն, ասել որ Բորուսիա Մոնխենգլադբախը չուներ հնարավորություններ իհարկե սուտ կլինի, բայց Բավարիայի առավելությունը նշмарվեց նաեւ հաշվում, հիմա եկեք սկսենք Առաջի խաղակեսում Բավարիան մի անգամից շատ ակտիվ սկսեց, խաղասկզբում որոշակի առումով նկատվում էր Հարի Քեյնի բացակայությունը, բայց կարողացավ թիմը հասկանալ, թե ինչպես խաղալ առանց Հարի Քեյնի եւ խաղի արդեն 33-րդ րոպեին Գորեցկայի փոխանցումից հետո Դիասը հաշիվը դարձրեց 1-0, Առաջի խաղակեսի վերջնամասում 45+1-ին Լայմերը արդեն Դիասի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 2-0, Երկրորդ խաղակեսում Բորուսիա Մոնխենգլադբախը կարմիր քարտ ստացավ, բայց խաղադաշտից դուրս էր այդ կարմիր քարտը։ Խաղի 57-րդ րոպեին Մուսալան 11 մետրանոցով հաշիվը դարձրեց 3-0։ Խաղի 79-րդ րոպեին Նիկոլաս Ջեքսոնը, որ հնարավորություն էր ստացել Հարի Քեյնի բացակայության դեպքում լինել մեկնարկային կազմում Կարլի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 4-0 եւ խաղավերջում Բորուսիա Մոնխենգլադբախը կարողացավ միայն կրճատել հաշիվը դարձնելով 4-1։ Բավարիան իհարկե իր ամբողջ ուժերը չծախսեց, բայց տարավ շատ տպավորիչ հաղթանակ անգամ առանց Հարի Քեյնի եւ հիմա պատրաստվելու է Չեմպիոնների լիգայի կարևորագույն խաղի։ Տեսնենք թե Բավարիան ինչպես կարձագանքի այս խաղից հետո նաև Չեմպիոնների լիգայում, որովհետև նրա մրցակիցը հեշտ չէ եւ առաջի խաղը Ատալանտայի արքի տակ է լինելու Բերգամոյում, իսկ Բերգամոյում Ատալանտան միշտ վտանգավոր։ Հաջորդ դիմակայությունը, որի մասին ուզում եմ խոսել, Ֆրայբուրգ, Բայեր Լևերկուզեն, սա տուրի լավագույն հանդիպումներ եւ գուցե նաեւ ներքին 5 լիգաներում լավագույն հանդիպումներ, երկու թիմերն էլ ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեցին, շատ հավասար հանդիպում էր, երկու թիմերն էլ ստեղծեցին բավականին լիքը գոլային պահեր եւ երկու թիմերն էլ խփեցին բավականին շատ գոլեր։ Ես սկսենք սկզբից։ Խաղի 34-րդ րոպեին Գրիֆոն Գանտների փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-0 օգուտ Ֆրայբուրգին, ընդամենը 3 րոպե հետո Կոֆանեն արդեն Տերիեի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-1, 43-րդ րոպեին Սուզուկին Տրեոյի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 2-1, հետո Գրիմալդոն գեղեցիկ գոլ խփեց Միլանային հարվածով եւ հաշիվը դարձրեց 2-2, առաջի խաղակեսի ավելացրած 3-րդ րոպեին մեկնարկեց երկրորդ խաղակեսը եւ խաղում առաջին անգամ հաշվի մեջ անցավ արդեն Բայեր Լևերկուզենը, Տերիեն, որը գոլային փոխանցում էր կատարել Կոֆանային, արդեն նրանք փոխվեցին տեղերով եւ հաշիվը դարձավ 2-3, թվաց թե Բայերը հասնելու է այդ հաղթանակին, թվաց թե կարողանալու է պահել այս հաշիվը, բայց խաղի 86-րդ րոպեին Գիտները հաշիվը դարձրեց 3-3 եւ այս ֆանտաստիկ հանդիպումը ավարտվեց 3-3 հաշվով։ Բայերը նորից կարևոր միավորներ կորցրեց Բունդեսլիգայում, իսկ Բայերն շատ բարդ խաղ է սպասվում Չեմպիոնների լիգայում Արսենալի դեմ սեփական արկի տակ։ Բարդ է լինելու Բայերին պատկերացնել, թե ինչ դաժան խաղ է սպասվում, հատկապես այսպիսի ծանր խաղից հետո։
Եվ Բունդեսլիգայի վերջին դիմակայությունը, որի մասին ուզում եմ խոսել, Քյոլն Բորուսիա Դորտմունդ հանդիպումն էր, Քյոլնի արկի տակ երբեք հեշտ չէ խաղալը եւ այս խաղն էլ դրա վառ ապացույցն էր, շատ բարդ խաղ ստացվեց իրականում Բորուսիայի համար, որքան էլ Բորուսիան արագ գոլ խփեց, Բայերի փոխանցումից հետո Գիրասին խաղի 16-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, հետո արդեն առաջի խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ Սիմպսոնը Քյոլնից եւ մնաց 10 հոգով։ Երկրորդ խաղակեսում խաղի 60-րդ րոպեին Բայերը հաշիվը դարձրեց արդեն 2-0։ Թվաց թե վերջ շատ հեշտ հաղթանակ է լինելու, բայց խաղի 88-րդ րոպեին Կամինսկին կարողացավ կրճատել խաղի հաշիվը եւ վերջնամասում շատ լարված անցավ Բորուսիայի համար եւ քիչ էր մնացել, որ Բորուսիան կորցներ հաղթանակը այս խաղում, բայց Բորուսիան կարողացավ պահպանել հաղթական հաշիվը եւ հաղթեց այս խաղում 2-1 հաշվով։ Բորուսիան այլևս մտածելու բան չունի, նա պայքարում է այս պահին միայն Բունդեսլիգայի համար, դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից եւ պետք է իհարկե կենտրոնանա Բունդեսլիգայի վրա։ Թերևս Բավարիային հասնելը անհնարին է թվում։ Այս խաղերից հետո ուզում եմ ներկայացնել մրցաշարային աղյուսակը, Բավարիան առաջատարն է 66 միավորով, երկրորդ տեղում Բորուսիան է 55 միավորով, երրորդ տեղում Հոֆենհայմն է 49 միավորով, չորրորդ տեղում Շտուտգարտն է 47 միավորով, նրան արդեն հավասար միավորներ ունի Լայպցիգը 47 միավորով եւ Բայեր Լևերկուզենը 6-րդն է 44 միավորով։ Առաջնության գլխավոր ռմբարկում շարունակում է մնալ Հարի Քեյնը 30 գոլ եւ 5 գոլային փոխանցմամբ, երկրորդը Ունդավն է Շտուտգարտից 15 գոլ 4 գոլային փոխանցում, երրորդը Բավարիայից Դիասն է 14 գոլ եւ 11 գոլային փոխանցում, չորրորդը Գիրասին է Բորուսիայից 12 գոլ եւ 1 գոլային փոխանցում եւ 5-րդը արդեն Տաբակովիչն է 11 գոլ եւ 2 գոլային փոխանցում եւ 6-րդը զուտ հետաքրքրության համար նշեմ, որ Օլիսեն է, որը արդեն ունի 10 գոլ եւ 16 գոլային փոխանցում։ Բունդեսլիգայում կարծես թե ամեն ինչ ակնհայտ է, կարծում եմ Բավարիան կդառնա չեմպիոն, մնացել է պարզել եվրագավաթային գոտիներում, թե ովքեր կգնան Չեմպիոնների լիգա, ովքեր կգնան Եվրոպա լիգա եւ ովքեր կգնան Կոնֆերենցիաների լիգա։ Որոշակի հերթականության խախտում կանենք եւ ավելի շուտ կխոսենք ԱՊԼ-ից, որտեղ այնպես ստացվեց, որ ԱՊԼ-ն եղավ ավելի շուտ, շաբաթ-կիրակի օրերում արդեն անգլիական թիմերը գավաթային հանդիպումներ էին անցկացնում, բայց քանի որ ԱՊԼ-ն ինքը ամենահետաքրքիր առաջնությունն է, մենք սովորաբար խոսում ենք վերջինը կամ նախավերջինը, բայց այս անգամ կխոսենք ավելի շուտ։ Քանի որ խաղերը շատ են, նորից օգտվում ենք կախարդական հեռախոսից, որտեղ մենք ունենք բոլոր տվյալները այն խաղերի, որոնց մասին խոսելու ենք։ Առաջի խաղը, որի մասին ցանկանում եմ խոսել, Wolves-Liverpool խաղն էր, այս խաղը իրականում ֆանտաստիկ պատմություն էր, հետո այս թիմերը նաև պետք է գավաթում հանդիպեին, որտեղ Liverpool-ը արդեն ավելի հանգիստ հաղթանակ տոնեց, իսկ այս խաղում պարտվեց։ Առաջի խաղակեսում Wolves-ը չէր կատարել ոչ մի հարված բառից բուն իմաստով, այսինքն ոչ դիպուկ, այլ ընդհանրապես հարված չէր կատարել, ասել, որ Liverpool-ը ուներ մեծ առավելություն առաջի խաղակեսում սուտ կլինի, այնպես չէ, որ շատ բան ստեղծեց Liverpool-ը, բայց առաջի խաղակեսում հաշիվը 0-0 էլ մնաց։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը, որտեղ միայն խաղավերջում առաջին գոլի հարվածը Wolves-ի, դա առաջին հարվածն էր ընդհանրապես Wolves-ի համար, ընդհանուր առմամբ Wolves-ը հասցրեց իհարկե պայեր ստեղծել, երկու մեծ պահ ստեղծեց եւ երկու գոլ խփեց։ Իսկ Liverpool-ը իհարկե ավելի լավ խաղաց, ստեղծեց լիքը պահեր, չօգտագործեց իր պահերը, 5 մեծ հնարավորություն ուներ, բայց այդպես էլ չկարողացավ այս խաղում հաղթանակի նժարը թեքել իր կողմը։ Հիմա արդեն խոսենք այդ գոլերի մասին։ Խաղի 78-րդ րոպեին Գոմեսը բացեց խաղի հաշիվը, հետո Սալահը պատասխանեց խաղի 83-րդ րոպեին եւ երբ թվաց, որ Liverpool-ը գնում է առաջ, որպեսզի խփի այդ հաղթական գոլը եւ փոխի ամեն ինչ, խաղում եղավ երկրորդ դիպուկ հարվածը Անդրեի կողմից խաղի 90+4-ին, դրանից հետո եւս երկու հարված կարողացան հաջողացնել Wolves-ի ֆուտբոլիստները եւ Wolves-ը հաղթեց 2-1 հաշվով։ Ահա այսպիսի ծանր հանդիպում ստացվեց Liverpool-ի համար, Liverpool-ը անակնկալի եկավ եւ շատ դաժան պարտություն կրեց եւ ԱՊԼ-ում իր գործերը վատացրեց։ Հետո իհարկե հետո գավաթում սակայն Liverpool-ը հաղթեց արդեն Wolves-ին եւ կարողացավ, այսպես ասած, փոքրիկ ռևանշի հասնել ԱՊԼ-ում կրած պարտության համար։ Հաջորդ հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել, Manchester City Nottingham հանդիպումն է, City-ն ուներ առավելություն խաղային, առաջի խաղակեսում էլ City-ն ավելի լավ էր խաղում, երկրորդ խաղակեսում էլ City-ն ավելի լավ էր խաղում, ուներ լիքը պահեր, որոնք չօգտագործեց, եղան մրցավարական սխալներ այնտեղ
երկու անգամ կարող էր մրցավարը 11 մետրանոց նշանակել City-ի օգտին, բայց չնշանակեց։ Ամեն դեպքում խաղի առաջի խաղակեսում Սեմենյոն Շերկիի փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը, երկրորդ խաղակեսում շատ արագ արդեն 56-րդ րոպեին Գիբս Վայթը Իգոր Ժեզուսի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-1։ Սրանից հետո City-ն ակտիվացավ, խփեց գոլ, Ռոդրին խփեց գոլ այդ Նուրիի փոխանցումից հետո եւ հաշիվը դարձավ 2-1։ Եվ թվաց, որ հիմա պետք է City-ն խփի երրորդը կամ փորձի այնպես անել, որ այսօր այս խաղում այլևս ոչ մի հնարավորություն չտա Նոթինգեմին, բայց քանի որ պաշտպանությունում խնդիրները շատ են այս խաղում եւ կա տպավորություն, որ City-ն այսպես մեկ ոտքի վրա էր խաղում եւ ամբողջովին պատրաստվում էր Չեմպիոնների լիգայում Ռեալ Մադրիդի հետ խաղին, պատժվեց եւ Անդերսոնը հաշիվը դարձրեց 2-2 խաղի 76-րդ րոպեին, դրանից հետո City-ն ունեցավ լիքը պահեր, եղավ այդ 11 մետրանոցի դրվագները, բացի դրանից խաղը վերջում ամենավերջի րոպեին մահացու հնարավորություն չկարողացավ գոլ խփել Մանչեսթեր Սիթին եւ կորցրեց շատ կարեւոր միավորներ եւ այդ ամեն ինչից օգտվեց Արսենալը, որի խաղի մասին շատ կարճ եմ խոսելու, բայց դա շատ դաժան խաղ էր իրականում, իմ աշկերը ցավում էին, Արսենալը ոչինչ չէր անում, ուղղակի ոչինչ չէր անում բառից բուն իմաստով, Արսենալը այդ խաղում արեց մի բան ընդամենը, սակայն խաղի 9-րդ րոպեին ոչ վտանգավոր հարված կատարեց, որը ինչ-որ ռեկաշետի, անդրադարձի եւ դարպասապայի կոպտագույն սխալի պատճառով հայտնվեց Բրայթոնի դարպասում եւ Արսենալը այդպես էլ ոչինչ, այսպես ասած, չառաջարկեց եւ թույլ չտվեց, որ Բրայթոնն էլ առաջարկի։ Բրայթոնը ինչ որ փորձեր արեց, փորձեց ինչ որ կերպ, չգիտեմ, փրկել այս խաղը, բայց Արսենալը զրկեց եւ ֆուտբոլ խաղալու հնարավորությունից իրեն եւ զրկեց Բրայթոնին։ Խաղից հետո պետք է Բրայթոնի մարզիչը ասեր, որ ինքը երբեք այդպիսի ֆուտբոլ չէր խաղալ եւ դա ֆուտբոլ չէ, դա հակաֆուտբոլ է, դա մամուլում դարձավ հայտնի, բոլորը սկսեցին խոսել դրա մասին, բայց դա ում է հետաքրքրում, որ Արսենալը այս հաղթանակով արդեն 4 միավորի առավելություն ունի, սա Արսենալի հաջողությունն է։ Արսենալը վատ խաղով հաղթեց, իսկ մրցակիցը լավ խաղով չկարողացավ հաղթել։ Այսպիսին է ֆուտբոլը, կարևորը արդյունքն է, որքան էլ Արսենալը տանջում է իր պրագմատիկ ֆուտբոլով, որքան էլ Արսենալը տանջում է իր երկրպագուներին, տանջում է մրցակիցներին, բոլորը արդեն շատ մարդիկ, Ռուդ Գուլիտը Չելսի Արսենալ խաղից հետո հայտարարում էր, որ ինքը հիասթափվել է ֆուտբոլից եւ էլ ֆուտբոլ չի դիտելու, բայց Արսենալը ցույց է տալիս արդյունք, պայքարում է բոլոր առաջնություններում, հաղթեց նաեւ գավաթային խաղը, իհարկե այնտեղ թույլ թիմ էր մրցակիցը, բայց հաղթեց եւ Արսենալը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի խաղին Բայեր Լևերկուզենի հետ։ ԱՊԼ-ում հաջորդ խաղը, որի մասին ուզում եմ խոսել, Նյուքասլ Մանչեսթեր Յունայթեդ խաղն է, այս սա լավ խաղ էր, ֆանտաստիկ հանդիպում էր, երկու թիմերն էլ ունեին պահեր, հատկապես առաջի խաղակեսում Նյուքասլը ավելի սուր էր գրոհում, բայց ընդհանուր առմամբ պայքարի տեսանկյունից շատ թեժ հանդիպում էր ընթանում, առաջի խաղակեսի վերջնամասում եղան բոլոր գոլերը, նախ պետք է նշեմ, որ խաղի 45-րդ րոպեին Ռեմսին երկրորդ դեղին կարտով հեռացվեց դաշտից, այնտեղ սիմուլյացիայի համար դա շատ ծիծաղելի էր, շրջանցեց դարպասապային, դիմեց սիմուլյացիայի եւ ընկավ եւ արժանիորեն ստացավ երկրորդ դեղին կարտը, բայց դա չխանգարեց, որ խաղի 45+6-ին Գորդոնը 11 մետրանոցով բացի խաղի հաշիվը, հետո այդ գրոյի ժամանակ սխալված մարդիկ 11 մետրանոց բերած ֆուտբոլիստը եւ գրոհը թող տված ֆուտբոլիստները հաշիվը դարձրեցին 1-1, Ֆերնանդեշի փոխարինումից հետո Կասեմիրոն գրավեց դարպասը եւ հաշիվը դարձրեց 1-1 արդեն 45+9-ին։ Սրանից հետո թվաց, թե արդեն երկրորդ խաղակեսում 10 հոգով մնացած Նյուքասլի ֆոնին Մանչեսթեր Յունայթեդը պետք է ունենա առավելություն, պետք է ավելի լավ խաղա, բայց երկրորդ խաղակեսում իրավիճակը անկեղծ խոսում էր հակառակի մասին, որովհետև շատ ակտիվ մեկնարկեց երկրորդ խաղակեսում Նյուքասլը, այո, շատ հարվածներ չէր լինում Նյուքասլի կողմից եւ շատ հարվածներ չէր լինում Մանչեսթեր Յունայթեդի կողմից, բայց ավելի սուր էր գրոհում Նյուքասլը եւ կարողանում էր ճնշել Յունայթեդին եւ չկար տպավորություն, որ նրանք խաղում են 10 հոգով։ Խաղավերջում, երբ Մանչեսթեր Յունայթեդը ակտիվացավ եւ թվաց, որ վերջապես նրանք օգտագործելու են մրցակցի 10 հոգով մնալու հանգամանքը, հակագրոհին նետվեց Նյուքասլը եւ հիասքանչ անցումից հետո եւ ֆանտաստիկ հարվածությունից հետո Օսուլոն հաշիվը դարձրեց խաղի 90-րդ րոպեին 2-1 եւ Յունայթեդը չկարողացավ դրան պատասխանել։ Սա Մայքլ Կարիկի առաջի պարտությունն էր Մանչեսթեր Յունայթեդի ղեկին ընդհանրապես եւ Մանչեսթեր Յունայթեդի համար սա իհարկե ծանր հարված էր, որովհետեւ նրանք կարող էին երրորդ տեղում ամրապնդվել, որովհետեւ Ասթոն Վիլան եւս պարտվեց Չելսիին, որի մասին ես ուզում եմ խոսել հաջորդիվ։
Հաջորդիվ խոսենք Aston Villa Chelsea խաղի մասին։ Այնտեղ առաջի խաղակեսում Chelsea-ն ուներ որոշակի առավելություն, բայց ընդհանուր առմամբ Newcastle-ը Aston Villa-ն եւս ստեղծում էր պայեր եւ կարողանում էր մրցակցություն ցուցաբերել, թերևս Chelsea-ի պայերը ավելի սուր էին, Chelsea-ն ավելի վտանգավոր էր եւ ուներ առավելություն եւ իզուր չի, որ հենց առաջի խաղակեսում էլ հաշվի մեջ կարողացավ առաջ անցնել, բայց շատ արագ Chelsea-ն գոլ բաց թողեց խաղի երկրորդ րոպեին, Douglas Luiz-ը բացեց խաղի հաշիվը, հետո խաղի 35-րդ րոպեին Joao Pedro-ն հաշիվը դարձրեց 1-1, հետո գոլ խփեց Watkins-ը, այնտեղ քիթն էր խաղից դուրս իրավիճակում, այդ գոլը չհաշվեցին։ Եվ դրանից քիչ անց առաջի խաղակեսի վերջնամասում Joao Pedro-ն Enzo Fernandez-ի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց արդեն 2-1։ Երկրորդ խաղակեսում Chelsea-ն դուրս եկավ շատ մեծ մոտիվացիայով, շատ մեծ առավելությամբ, տնօրինեց խաղը ամբողջ երկրորդ խաղակեսում։ Նախ Joao Pedro-ի փոխանցումից հետո Palmer-ը խաղի 55-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3-1, ապա Joao Pedro-ն իր առաջին հետիկը գրանցեց Chelsea-ում, Garnacho-ի փոխանցումից հետո հաշիվը դարձնելով 1-4։ Chelsea-ն գավաթային խաղ անցկացրեց Wrexham-ի հետ եւ այնտեղ շատ դրամատիկ խաղում կարողացավ հաղթել ի վերջո Wrexham-ին եւ դուրս գալ հաջորդ փուլ, սա էլ նշեմ։ Եվ տուրի վերջին հանդիպումը, որի մասին ուզում եմ խոսել, Tottenham Crystal Palace, սա դրամա էր եւ ողբերգական դրամա էր եւ այդ դրամայի միակ անունը իհարկե Tottenham է։ Խաղի մեկնարկում Tottenham-ը իրականում այդքան էլ վատ չմեկնարկեց հանդիպումը, բայց արդեն խաղի 29-րդ րոպեին թիմը գոլ բաց թողեց, բայց այնտեղ կար խաղից դուրս իրավիճակ եւ դրան շատ արագ պատասխանեցին եւ Solanke-ն Gray փոխանցումից հետո խաղի 34-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1-0։ Սրանից հետո թվաց, թե հիմա պետք է որ Tottenham-ը օգտագործի իր հնարավորությունները, կարճի այս խաղից, խաղում է սեփական արգի տակ, հարազատ երկրպագուների ներքո եւ պետք է այս խաղում գոնե հաղթի եւ միավորներ չկորցնի, որտեղ նրանք արդեն շատ մոտ են դուրս մնալու։ Վերջում դրա մասին կխոսենք։ Բայց խաղի 38-րդ րոպեին Van de Ven-ը արժանիորեն ստանում է ուղիղ կարմիր քարտ։ Դրանից քիչ անց արդեն 11 մետրանոցով 40-րդ րոպեին Սարը հաշիվը դարձնում է 1-1, առաջի խաղակեսի վերջնամասում քանդվում է ամբողջությամբ Tottenham-ը եւ Orton-ի փոխանցումից հետո Larsen-ը նախ դարձնում է 1-2 45+1-ին, հետո նույն Orton-ի հիասքանչ փոխանցումից հետո Սարը 45+7-ին դարձնում է նաեւ 3-1։ Խաղն ավարտված է, երկրպագուները սկսում են լքել Tottenham Hotspur-ի մարզադաշտը, այնտեղ դաժան պատկեր է, բոլորը սգում են, Իգոր Տուդորը նոկաուտի մեջ է, բայց դուրս են գալիս երկրորդ խաղակեսը ակտիվ են մեկնարկում իրականում, ինչ որ փորձեր ձեռնարկում են, պայքարում են, բայց այդպես էլ չեն կարողանում Crystal Palace-ին գոլ խփել եւ հաշիվը այդպես էլ մնում է 1-3 եւ Tottenham-ը այս պահին շատ ծանր իրադրությունում է, հաջորդ խաղում նրանք խաղալու են Liverpool-ի հետ եւ շատ ծանր քաոսի մեջ, չեմ խոսում, որ Չեմպիոնների լիգայի խաղ ունեն Ատլետիկո Մադրիդի հետ, Ատլետիկոյի հարկի տակ եւ իրենց հաստատ շատ բարդ հանդիպում է սպասվում, ովքեր խաղացել են Մետրոպոլիտանայում, հաստատ դա կփաստեն յուրաքանչյուր աշխարհում թիմ։ Մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքը ունի, Արսենալը 30 խաղից հետո 67 միավորով առաջատարն է, Manchester City-ն 29 խաղից հետո 60 միավոր ունի, Manchester եւ բաց թողած խաղը հաղթելու դեպքում այո 4 միավորի տարբերություն կլինի, որի մասին խոսում էի։ Երրորդ տեղում Manchester United-ն է 51 միավորով, 29 խաղով նորից, Aston Villa-ն 29 խաղով նորից 51 միավորով 4-րդն է, Chelsea-ն արդեն 5-րդն է 48 միավորով եւ Liverpool-ը հավասար միավորներ ունենալով 6-րդն է։ Ելի 29-ական խաղ, 7-րդ տեղում նշեմ, որ Brentford-ն է, հիմա խոսեմ Tottenham-ի մասին։ Tottenham-ը այս պահին 16-րդ հորիզոնականում է, հաջորդ խաղը անցկացնելու է Anfield-ում եւ իր հետևից կան Nottingham-ը եւ West Ham-ը, որոնք ունեն 28-ական միավորներ։ Եվ շատ հնարավոր է, եթե Tottenham-ը պարտվի Liverpool-ին, իսկ Nottingham-ը եւ West Ham-ը հաջողության հասնեն, Tottenham-ին մենք տեսնենք արդեն վտանգավոր գոտում եւ Championship-ի ճանապարհին։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ Tottenham-ի աղյուսակը շատ բարդ է, բայց չեմ ուզում հավատալ, որ Tottenham-ը դուրս կմնա Անգլիայի Պրեմիեր լիգայից, ամեն դեպքում այդ վտանգը նշмарվում է։ Գլխավոր ռմբարկուն առաջին շարունակում է մնալ Erling Haaland-ը 22 գոլ եւ 7 գոլային փոխանցում, երկրորդը Իգոր Տիագոն է 18 գոլ, 1 գոլային փոխանցում, երրորդը Սեմենյոն է 15 գոլ, 4 գոլային փոխանցում, չորրորդը Joao Pedro-ն է 14 գոլ եւ 5 գոլային փոխանցում եւ հինգերորդը Ekitike-ն է 11 գոլ եւ 4 գոլային փոխանցում։ ԱՊԼ թիմերը պատրաստվում են արդեն Չեմպիոնների լիգայի խաղերին, այնտեղ 6 թիմ կա, որը ռեկորդային իհարկե բան է, որ երբեք չի եղել Չեմպիոնների լիգայի պատմության մեջ
Հաջողություն մաղթենք նրանց եւ անցնենք հաջորդ առաջնության։ Խոսենք Իտալիայի առաջնության մասին, Սերիայի մասին, որտեղ ամենահետաքրքիր հանդիպումը իհարկե պետք է լիներ Միլանյան դերբին, որի մասին իհարկե կխոսենք վերջում։ Հիմա խոսենք բոլոր այն առանձնացված խաղերի մասին, որոնք ես ցանկանում եմ խոսել։ Նախ սկսենք Նապոլի-Տորինո հանդիպումից, որտեղ Նապոլին կարևորագույն հաղթանակ տոնեց եւ կարողացավ 2-1 հաշվով հաղթել։ Առաջի խաղակեսում Ալիսոն Սանտոսը արդեն խաղի 7-րդ րոպեին Սպինացոլայի փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսում Նապոլին 68-րդ րոպեին արդեն հաշիվը դարձրեց 2-0, ընդհանուր առմամբ Նապոլին լավ տպավորություն էր թողնում եւ ուներ մեծ առավելություն։ Խաղավերջում խաղի 87-րդ րոպեին Կասադեը կրճատեց հաշիվը, որոշակի ճնշում եղավ խաղավերջում Նապոլիի վրա, բայց ընդհանուր առմամբ երկու խաղակեսերում էլ Նապոլին ավելի լավ տեսք ուներ, Տորինոն ինչ-որ շատ վտանգավոր բաներ չառաջարկեց եւ Նապոլին իր համար շատ կարեւորագույն հաղթանակ տոնեց։ Կոմոն հաղթեց Կալյարիին, այստեղ մանրամասներ չեմ ուզում ասել, որովհետև խաղը չեմ դիտել, պետք է նշեմ, որ միայն խաղի առաջի խաղակեսում Բատուրինան կարողացավ բացել խաղի հաշիվը, երկրորդ խաղակեսում Էսպոսիտոն հավասարացրել է, բայց խաղի 76-րդ րոպեին Կունյան կարողացել է խփել Կոմոյի համար հաղթական գոլ եւ Կոմոն հերթական անգամ տպավորեց։ Իտալիայի գավաթում էլ նրանք Ինտերի հետ առաջի խաղում գավաթային ոչ ոքի էին խաղացել։ Ատալանտա Ուդինեզե, Ատալանտան ինչպես միշտ արկածախնդիր էր, այո, գուցե պատրաստվում են Բավարիայի հետ խաղին եւ փորձում էին ինչ-որ անակնկալ հեշտ հաղթել Ուդինեզեին, բայց Ուդինեզեն այն թիմերից է, որ միշտ կապ չունի, թե որտեղ է խաղում, միշտ դժվարություններ է առաջացնում իտալական յուրաքանչյուր թիմի համար։ Եվ դա գուցե չէին հաշվարկել, Պալադինոն դա չէր հաշվարկել։ Առաջի խաղակեսում Զանյոլոյի փոխանցումից հետո Կրիստենսենը խաղի 40-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսում Դավիսը 55-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2-0, եւ երբ թվաց, որ Ատալանտան վերջ արդեն խնդիրներ ունի, կարող է այս խաղում միավորներ կորցնել, շատ կարևոր պարտ տվել, ավելի ճիշտ, արթնացավ Ատալանտան խաղի 75-րդ րոպեին նախ Զալևսկիի փոխանցումից հետո սկամական հաշիվը դարձրեց 1-2 եւ ընդամենը 4 րոպե հետո սկամական դուբլ գրանցեց եւ հաշիվը դարձրեց 2-2։ Ատալանտան Բավարիայի խաղից առաջ շատ կարևորագույն իր համար ոչ ոքի կորզեց, կարևորագույն զուտ այն առումով, որ նրանք հոգեբանորեն պատրաստ կլինեն այդ խաղին, այսինքն վատ տրամադրությամբ չեն գնա, որտեղ կարողացան շատ լավ քամբեք իրագործել, բայց միավորների տեսանկյունից իհարկե ձախողվեցին։ Հաջորդ դիմակայությունը Յուվենտուս-Պիսա, այստեղ շատ ասելու բան չկա, սա այն Յուվենտուսն է, որը ցանկանում են տեսնել Յուվենտուսի երկրպագուները։ Այո, առաջի խաղակեսում Յուվենտուսի մոտ այդքան շատ բան չէր ստացվում, բայց Յուվենտուսը ուներ առավելություն եւ 0-0 եղավ առաջի խաղակեսում, բայց երկրորդ խաղակեսում Յուվենտուսը խաղաց այն ֆուտբոլը, որը ես իրոք տեսնում եմ եւ այն ֆուտբոլը, որ ես կարծում եմ, որ դրել է Սպալետին ու նրան պետք է ժամանակ տալ, պետք է որոշակի տրանսֆերներ տալ եւ նա կարող է Յուվենտուսին վերադարձնել իր փառքին։ Ես շարունակում եմ հավատալ, չգիտեմ ինչու, դրան, որ Յուվենտուսը վերադառնալու է իր փառքին, իհարկե ոչ այս մրցաշրջանում, բայց եթե Սպալետին մնա ու այս ֆուտբոլը սկսի աշխատել, ես իրոք ռեալ հավատում եմ։ Խաղի 54-րդ րոպեին նախ Կամբիասոն Երդիզի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-0, խաղի 65-րդ րոպեին Կեֆրեն Թուրամը հաշիվը դարձրեց 2-0, խաղի 75-րդ րոպեին Կոնսենսաոյի փոխանցումից հետո Յիլդիզը արդեն խփեց գոլ 3-0 եւ խաղավերջում այդ գյուղոտ վերջակետը դրեց Բոգան Լոկատելիի փոխանցումից հետո 4-0։ Յուվենտուսը տպավորեց, արժանի հաղթանակ տոնեց եւ պետք է սպասեր Ռոմայի ձախողմանը, որը իհարկե պետք է ձախողվեր։ Հիմա եկեք խոսենք մի անգամից հենց այդ խաղի մասին, Ջենովա-Ռոմա, Ռոման երկու խաղակեսերում էլ լավ տպավորություն չթողեց, շատ վատ հանդիպում անցկացրեց, խայտառակ հանդիպում կանցկացրեց, ես դա անգամ կասեի, Ջենովան ուներ մեծ առավելություն եւ առաջի խաղակեսում եւ երկրորդ խաղակեսում, բայց առաջի խաղակեսում գոլեր չեղան, խաղի 52-րդ րոպեին 11 մետրանոցի Ջունիոր Մեսիասը հաշիվը բացեց, դրան շատ արագ պատասխանեց իհարկե Նդիկան, 1-1 դարձնելով հաշիվը արդեն 55-րդ րոպեին։ Դիկանի դեպ երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփում, բայց մեծ առավելություն ունեցող Ջենովան, որը ճնշում է Ռոմային եւ գիտենք, որ Ջենովան սեփական արգի տակ միշտ շատ վտանգավոր մրցակից եւ շատերին է կարողանում ճնշել, ի վերջո հասավ իր նպատակին եւ Մասինիի փոխանցումից հետո ոչ Paris Saint-Germain-ի Վիտինյան, այլ Ջենովայի Վիտինյան հաշիվը դարձրեց 2-1 եւ Ջենովան շատ արժանի հաղթանակ տոնեց Ռոմայի նկատմամբ։ Եվ իհարկե տուրի զարդը, տուրի լավագույն հանդիպումը, մարշական թեժ պայքարի սպասումներով, թերևս իմ կարծիքով Կիևն շատ հեռու է Ալեգրիի մակարդակից եւ դա երևաց նաեւ խաղում, որովհետեւ Ալեգրին ուղղակի իր պլանով, որը սովորաբար անում է թոփ խաղերում, կարողացավ ուղղակի
Ինտերին հաղթել։ Միլանը շատ լավն էր առաջի խաղակեսում, ուներ մեծ առավելություն, շատ լավն էին գնդակը շարժում, Լուկա Մոդրիչը ֆանտաստիկ ֆուտբոլ էր խաղում, ես ամեն անգամ տեսնելով թե Լուկա Մոդրիչը ինչպես է խաղում, զարմանում եմ թե Ռեալում ինչպես չհասկացան, որ պետք է պահել Լուկա Մոդրիչին, որտեղ Լուկա Մոդրիչը ներկայիս Ռեալ Մադրիդում շատ խաղերում, որոնք Ռեալի մոտ չի ստացվում, հենց դաշտի կենտրոնում կլուծեր այդ խնդիրները։ Բայց ինչևէ, Միլանը ունի այդ զարդը, Միլանը ունի Մոդրիչին, եւ Մոդրիչը շարունակում է իր շքեղ ֆուտբոլը խաղալ։ Մեր ազգագիծը Հենրիկ Մխիթարյանը շատ մոտ էր, սակայն առաջի խաղակեսում առաջինը կարող էր Ինտերը գոլ խփել եւ Հենոն կարող էր խփել, բայց ֆանտաստիկ գործեց Մայք Մենյանը եւ դրան շատ արագ ֆանտաստիկ գրոյով Ֆոֆանայի շքեղագույն փոխանցումից հետո Էստուպինյանը ոչ ավել պակաս շքեղագույն գրավում է Ինտերի դարպասը, Սոմերի դարպասը եւ հաշիվը դարձնում է 1-0։ Դրանից հետո Միլանը ուներ էլի խաղային առավելություն, բայց առաջի խաղակեսը այդպես էլ ավարտվում է, մեկնարկում է երկրորդ խաղակեսը եւ Ալեգրին միացնում է Ալեգրի ռեժիմ։ Թիմը սկսում է խաղալ ավելի գուշավոր, պաշտպանությունից, ասել որ Ինտերը չունեցավ հնարավորություններ, սուտ կլինի, Ինտերը ունեցավ հնարավորություններ, բայց կամ Մենյանը փրկեց, կամ հարվածներն էին բարձր ստանում, այնտեղ Դիմարկոյի հարվածը կարելի է հիշել, որը շատ վտանգավոր էր, եւ խաղավերջում որոշակի նյարդ ավելացավ, որովհետև Ինտերի ֆուտբոլիստները ամեն գնով ցանկանում էին 11 մետրանոց վաստակել, այնտեղ դրվագներից մեկում Էսպոսիտոյի հետ կապված դրվագ եղավ, բայց այնտեղ չկար 11 մետրանոց, Էսպոսիտոն հարվածեց, եւ դրվագներից մեկում նաեւ գնդակը դիպավ Միլանի պաշտպանի ձեռքին, բայց իմ կարծիքով այնտեղ բնական դիրք էր եւ մրցավարը ճիշտ արեց, որ չնշանակեց 11 մետրանոց։ Միլանը դիմացավ այդ ճնշմանը, պահեց հաշիվը եւ կարողացավ շատ կարեւորագույն հաղթանակ տոնել Միլանյան դերբիում, իհարկե միավորների տարբերությունը դարձավ 7-ի, բայց ինչպես Ալեգրին էր մամուլի ասուլիսում նշում, ում կապում էին Ռեալ Մադրիդի հետ եւ նա դա էլ բացառեց, ասաց որ ինքը մեծ պլաններ ունի Միլանի հետ եւ նրան տրանսֆերներ են խոստվել եւ նա մինչեւ 27 թվական պայմանագիր ունի եւ հույս ունի այս Միլանի հետ դեռ հաջողություններ հասնել, բայց իր համար կարեւոր է հենց այս խաղում հաղթելը եւ մնալ Չեմպիոնների լիգայի գոտում, սա է ի դեմ դրված առաջադրանքը, սա Ալեգրին եւս մեկ անգամ բարձրացնեց, ինչի մասին ես 1000 անգամ խոսել եմ, բայց չգիտես ինչի մարդիկ սպասում էին, որ Միլանի այդքան կործանարար սեզոններից հետո Ալեգրին պետք է գա եւ միանգամից ամենտեղ չեմպիոն դառնա, ընկերներ, այդպես չի լինում, այս ռեսուրսներով, այս ստացված ֆուտբոլիստներով, այն ինչ անում է Միլանը եւ ինչ անում է Ալեգրին, այո, երբեմն գուցե աչքին ոչ հաճելի ֆուտբոլով, բայց նա անում է հիասքանչ։ Ալեգրին պետք է գնահատել, նա իրական տղամարդ է, եթե չեք գնահատում նրան անգամ որպես մարզիչ, գնահատեք նրան որպես տղամարդ, որտեղ նա իրոք իր խոսքի տերն է, միշտ ասում է ճշմարտությունը եւ անգամ եթե ճշմարտությունը չի ասում, նա շատ սկզբունքային է եւ միշտ պահում է իր սկզբունքները։ Եվ հենց այս խաղում էլ նա ապացուցեց իր սկզբունքները, սա արդեն 7-րդ խաղն է, որ Ինտերը ձախողվում է Միլանի հետ խաղերում, դերբիներում, եւ այս խաղից հետո մրցաշարային Աուսիա կունի հետեւյալ տեսքը Ինտերը 67 միավորով առաջատարն է, Միլանը 60 միավորով երկրորդն է, Նապոլին 56 միավորով երրորդն է, Կոմոն արդեն 4-րդ հորիզոնականում է 51 միավորով, Ռոման 51 միավորով 5-րդն է եւ Յուվենտուսը 50 միավորով 6-րդն է։ Նաեւ նշենք, որ Ատալանտան 7-րդն է 46 միավորով, այստեղ հասկանում ենք, որ Չեմպիոնների լիգայի գոտու համար ուղղակի վերջին 10 տուրերը մահացու են լինելու եւ մենք սպասում ենք ասելիամ շատ հետաքրքիր է պայքարը, եթե Ինտերն սկսի ձախողվել եւ Միլանը սկսի հաղթել այսպես ստաբիլ, գուցե նաեւ տեսնենք չեմպիոնական պայքար, չտապենք։ Ինտերը այնտեղ իհարկե նաեւ գավաթում է մասնակցում, Միլանը միայն մասնակցում է Ասերիայում, տեսնենք թե ինչպես կլինի, ամեն դեպքում 7 միավորի առավելությունը եւ Ինտերի ստաբիլությունը հատկապես ավելի թույլ թիմերի դեմ մեզ այդքան էլ հույս չեն տալիս, որ այդ չեմպիոնական պայքարը կարող է սրվել, բայց ամեն դեպքում իհարկե չշտապենք, սպասենք, թեևս բոլորս էլ կարծում եմ հոգ ու խորքում, եթե Միլանին չենք երկրպագում, ցանկանում ենք, որ կամ ուրիշ իտալական թիմի չենք երկրպագում, ցանկանում ենք, որ Հենրիկ Մխիթարյանը հաղթի իր կարիերայի երկրորդ սկուդետոն։ Գլխավոր ռմբարկումները առաջինը իհարկե Լաուտարո Մարտինեսն է 14 գոլով 4 գոլային փոխանցմամբ, երկրորդը Նիկո Պասն է 9 գոլ 6 գոլային փոխանցմամբ, երրորդը Գիլդիզն է 9 գոլ եւ 5 գոլային փոխանցմամբ, չորրորդը Դավիսն է Ուդինեզեից 9 գոլ եւ 3 գոլային փոխանցմամբ եւ 5-րդը համապատասխանաբար 6-րդը իրար հետ կիսում են Հոյլունդը եւ Լեաուն 9-ական գոլով եւ 2 գոլային փոխանցով։ Պետք է նշեմ, որ Կոմոյից Դուվիկասը եւս 9 գոլ է խփել, բայց 1 գոլային փոխանցում է կատարել։ Ասերիայում մեզ կարծում եմ դեռևս սպասում է շատ թեժ պայքար, ես սպասում եմ այնտեղ նաեւ չեմպիոնական պայքարի սրացում, որքան էլ 7 միավորը մեծ առավելություն է, որտեղ սովորաբար նման դերբիներից հետո, պարտվելուց հետո թիմերի մոտ լինում են անկումներ եւ Ինտերն էլ շատ անգամ է ցույց տվել, որ կարող է այդպիսի անկումներ ունենալ։ Իսկ Եվրագավաթային գոտու պայքարը այսպիսի վաու պայքար է լինելու, դրա համար սպասում ենք այդ պայքարին։
Վերջում խոսենք Իսպանիայի առաջնության մասին, Լա Լիգայի մասին, Ռեալ Մադրիդ, Բարսելոնա, Ատլետիկո Մադրիդ, իհարկե տուրի լավագույն հանդիպումը դա միանշանակ Ատլետիկո Մադրիդ Ռեալ Սոսիեդադ խաղն էր, դրան գուցե պայքարի տեսանկյունից ինչ որ չափով մոտեցավ նաև էմոցիաների առումով փոքրիկ վալենսիական դերբին Վալենսիայի եւ Ալավեսի միջև, բայց եկեք սկսենք այլ հանդիպումից, եկեք խոսենք առաջինը Օսասունո Մալյորկա խաղի մասին, ինչու եմ ուզում այս խաղի մասին խոսել, որովհետև այստեղ եղավ երկու կարմիր քարտ, ավարտվեց հանդիպումը 2-2 հաշվով, շատ դրամատիկ պայքար էր, երկու թիմերն էլ ունեին հնարավորություններ, Օսասունան իհարկե ավելի ակտիվ էր, Մալյորկան դուրս մնալու ֆոնի վրա է եւ իր համար այսպիսի խաղերը շատ կարեւոր են, պետք է նշել, որ Մալյորկան խաղի 35-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, հետո Մուրիքին նաեւ դուբլ եղնակ դարձավ 61-րդ րոպեին հետո, բայց կարմիր քարտը ամեն ինչ փչացրեց Բարսելոնայի սանը, Վիրջիլին կարմիր քարտ ստացավ խաղի 73-րդ րոպեին, դրանից հետո կարմիր քարտ ստացավ Օսասունան խաղի 82-րդ րոպեին եւ թվաց թե այս կարմիրներից հետո վերջ խաղն ավարտված է, Մալյորկան շատ կարեւոր միավորներ է վաստակելու, բայց նախ 89-րդ րոպեին Բարժան Մունյոսի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-2, հետո 90+4-ին Բուդիմիրը հաշիվը դարձրեց 2-2։ Իհարկե դուք կասեք ում էր հետաքրքիր այս հանդիպումը, բայց այս հանդիպման սցենարը արժանի էր, որպեսզի խոսեինք այս հանդիպման մասին։ Celta Vigo Real Madrid այս խաղի մասին ես Telegram-ում արդեն իմ Telegram-յան ալիքում շատ երկար եմ խոսել, բայց նորից անդրադառնամ Real Madrid-ը այս խաղում հաղթեց հրաշքով, բախտով, բայց եկեք խոսենք խաղի մասին։ Ամբողջ մեկ շաբաթ իսպանական մամուլը ուղղակի պատմում էր, թե ինչպես է խաղալու Real Madrid-ը Celta Vigo-ի հետ։ Բոլորը սպասում էին, որ Celta Vigo-ն խաղալու է առաջին համարով, իսկ Real Madrid-ը խաղալու է հակագրոների վրա։ Արդեն կազմել էր բոլորին հայտնի, որ այնտեղ Բրայմ Դիասը պետք է խաղա Վինիսիուսի հետ, թիմը պետք է փորձի հակագրոներով պատժել մրցակցին, բայց Celta-ն դուրս եկավ եւ առաջարկեց լրիվ ուրիշ ֆուտբոլ։ Այո, խաղի սկզբում փորձեց ինչ-որ պրեսինգի գնալ, բայց դա շատ կարճ տևեց եւ այդ ընթացքում այո, անկյունային գեղեցիկ խաղարկման շնորհիվ Գուլերի փոխանցումից հետո Չուամենին նորից գոլ խփեց, գեղեցիկ գոլ խփեց եւ հաշիվը բացեց, բայց դրանից հետո փոխեց խաղաոճը Celta Vigo-ն, Ռեալը եկավ անակնկալի, ստացավ այդ ազատությունը, փորձում էր գնդակով լինել, ունենալ իր պահերը, բայց դրվագներից մեկում շատ բարձր դասավորվեցին, չգնացին ինտենսիվ պրեսինգի, դրանից օգտվեց Celta-ն, լավ եզրային փոխանցում դեպի Սվեդբերգը վերցնում է գնդակը, երեխայի նման շրջանցում է Արնոլդին, ոչ մի, ուղղակի չգիտեմ, ոչ մի տեղ չի պայքարում այդ դրվագում, փոխանցում է կատարում Բորխա Իգլեսիասին եւ Ռեալ Մադրիդի կիսապաշտպանությունում խաղացող միակ ֆուտբոլիստը, ինչու եմ ասում միակ, որովհետեւ Ֆեդե Վալվերդեն ամբողջ ու միտքը օգնելն էր այնտեղ Արնոլդին եւ նրա դերակատարումը լրիվ ուրիշ էր, Արդա Գյուլերը լրիվ ուրիշ դերակատարում ուներ եւ ավելի շատ արժեվում էր փորձում ինչ-որ բան անել, քան մնալ կիսապաշտպանությունում, այնտեղ Պիտ Արչը ձախ եզրային էր խաղում եւ կենտրոնում այնպեսի տպավորություն էր, որ 6 համարը, 8 համարը եւ 10 համարը դա միայն Չուամենին է։ Ինչու եմ այս ամեն ինչը նշում, որովհետեւ այս Չուամենիի դիրքից, հենակետայինի դիրքից Իգլեսիասը գրավեց դարպաս, ուղղակի Չուամենին չէր կարող հասցնել ամեն տեղ, որովհետև նա խաղում էր ամենուրեք եւ անհնար էր ուղղակի միշտ հասցնել։ Այդտեղ նաեւ կենտրոնական պաշտպանները չկարողացան օգնել Չուամենին եւ հաշիվը դարձավ 1-1։ Հանդիպումը ընթանում էր նույն սցենարով, Celta-ն գնդակը հանձնել էր Real Madrid-ին եւ ասում էր ինչ ուզում եք արեք, իսկ Arbeloan չուներ պլան B, Arbeloan չէր պատրաստվել այս խաղի համար ուրիշ սցենարով, Arbeloan չգիտեր թե ինչպես բացել այդ պաշտպանությունը, ինչ որ փորձեր կատարում էր, բայց այդ փորձերը շատ ուշացած էին։ Գյուլերը տապալում էր խաղը, իրականում գոլային փոխանցում կատարեց, բայց տապալում էր, անընդհատ դաշտի կենտրոնում երկար էր մտածում, սա ընդհանրապես Ռեալ Մադրիդի կիսապաշտպանների գլոբալ խնդիրն է։ Ռեալում այդ կորպուսով խաղը կիսապաշտպաններից ոչ մեկը չունի, բոլորը միշտ երկար են մտածում, միշտ վատ են գնդակը կասեցնում դաշտի կենտրոնում կամ ճիշտ չեն կասեցնում, մի խոսքով։ Այդ խնդիրը շատ լուրջ է Ռեալում, այդ խաղարկող կիսապաշտպանի խնդիրը շատ լուրջ է, մենք դա գիտենք։ Ռեալի երիտասարդ կիսապաշտպանները իրականում փորձում էին լավ խաղալ, ես Մենդիին եմ ուզում առանձնացնել, որ խաղում է տարին մեկ անգամ կամ 3 ամիսը մեկ անգամ եւ ցույց է տալիս, որ որպես պաշտպանող ձախ պաշտպան նա շարունակում է մնալ լավագույնը, այո, հարձակողական ներուժի առումով նա չունի այն որակները, ինչ ունի օրինակ Կարերասը, բայց այն ինչ անում էր Մենդին, օրինակ այդ նույն լայնություն տալը այս խաղում ավելի լավ էր անում Մենդին, քան այն Կարերասը վերջին խաղերում։
Դրա համար ես Մենդիից շատ գոհ եմ եւ դեռ կանդրադառնամ, թե ինչու էր նաեւ սա Մենդիի անվան հաղթանակ, որովհետեւ նա մի այնպիսի պահում փրկեց վերջում։ Բայց մինչեւ այդ վերջի պահին անդրադառնալ, նշեմ, որ երկրորդ խաղակեսում Գյուլերը փոխարինվեց, խաղադաշտում հայտնվեց Պալասիոսը, որը էլի վատ տպավորություն չթողեց Ռեալի սաներից։ Շատ ուշացած փոփոխություն եղավ Գոնսալո Գարսիան, որը շատ շուտ էր պետք, որտեղ Ռեալը ակնհայտ էր, որ այս մարտավարությամբ եւ այս դիրքային բաշխումներով չի կարող բացել այդ պաշտպանությունը, եկե դա ավտոբուս չէր, դա միջին բլոկ էր, Սելտան հիասքանչ էր հասկացել Ռեալի խաղային պլանը եւ այդ միջին բլոկով պատժում էր Ռեալ Մադրիդին։ Եվ այս միջին բլոկի արգելքները ոչ մի կերպ չհաղթահարելով խաղի միայն 77-րդ րոպեին է Ռեալը փորձում անցնել 4-3-3-ի, բայց դա էլ օգուտ չէր տալիս, այնտեղ ինչում կարող ենք մեղադրել Arbeloa-ին այս ուշացած փոփոխությամբ, պլան B չունենալու եւ իհարկե ինչ որ փորձեր չանելու, որտեղ երբ որ դու տեսնում ես, որ Տուգանային հրապարակում պետք է ինչ որ մեկը լինի, որտեղ դիրքային գրով անհնար է այս Սելտային գոլ խփել, դու պետք է ինչ որ բան մտածես, դու պետք է օրինակ Վինիցիուսին չխաղացնես կենտրոնում, Վինիցիուսը եզրում չէր խաղում, ինչը շատ զարմանալի է։ Վինիցիուսին կենտրոնում հսկում էր 3-4 ֆուտբոլիստ, երբ նա երբեմն գալիս էր եզր, արդեն այդ 3-4 ֆուտբոլիստը իր հետևից գալիս էին, նա հիմնականում լինում էր կենտրոնում, իսկ Ռեալում ակնհայտ էր, որ այդ խաղում պետք էր եզրային փոխանցումներ եւ գլխով գոլ։ Դա միակ տարբերակն էր այս խաղում հաղթելու, ինչը այդպես էլ չհասկացավ Arbeloa-ն։ Գուցե այնտեղ կարելի է Չուամենիին տանել կենտրոնական հարձակվող, Ռուդիգերին փորձել կենտրոնական հարձակվող տանել, բայց միակ բանը, որ արել էր, Ռուդիգերը երբեմն հայտնվում էր ձախ վինգերի դիրքում եւ Մենդի հետ փորձում էր ձախ եզրում ինչ-որ սրություն մտցնել եւ գտնել այնտեղ կենտրոնում Վինիցիուսին, որը իհարկե չգիտեմ ինչու էր այնտեղ խաղում, իմ համար անհասկանալի էր անկեղծ Վինիցիուսի դիրքավորումը այս խաղում եւ այդ առումով շատ հարցեր կան Arbeloa-ին։ Վինիցիուսը ինչ որ փորձեր անում էր, բայց անհնար է, երբ նա չի խաղում այն դիրքում, որտեղ նա կարող է խաղալ, նա պետք է խաղար ձախից, այլ ոչ թե այդ խաղում կոնկրետ այս խաղում նա պետք է ձախից։ Ի վերջո խաղը վերջում Ռեալ Մադրիդը կարողանում է այդ հաղթանակը կորզել, ինչպես է լինում դաշտի կենտրոնում նորից երիտասարդ մտած ֆուտբոլիստը Ռեալ Մադրիդի Անխելը կարողանում է խլել գնդակը, այդտեղ գուցե կար կանոնների խախտում, ես կարծում եմ ավելի շատ կար, քան չկար, բայց ինչու հաշվեց գոլը, հիմա դրա մասին եմ ուզում խոսել։ Այնտեղ դրվագային Արնոլդը, որը վատ հանդիպում էր անցկացնում, փոխանցում կատարեց, գնդակը դիպավ Սելտայի ֆուտբոլիստին, այսինքն դա նշանակում է, որ իրավիճակը փոխվեց, գնդակը եկավ Վալվերդեին եւ Վալվերդեն գրավեց դարպասը։ Այդ դեպքում արդեն դա ուրիշ դրվագ է, չի համարվում այն դրվագը, դրա համար էլ վառը չմիջամտեց եւ Ռեալը կարողացավ հաղթանակ տունել։ Այս խաղում եղան սկանդալային եւս մի քանի դրվագներ, որոնց մասին ես ուզում եմ անդրադառնալ։ Առաջին խաղակեսում բաց ոտքով արվածեցին Չուամենիի ոտքին, բայց անգամ դեղին քարտ չեղավ այդ դրվագում։ Դրվագներից մեկում երկրորդ խաղակեսում 1-1-ի ժամանակ Արդա Գյուլերը մտավ Տուգանային հրապարակ, ակնհայտ հարված ստացավ ոտքին, ուղղակի քանի որ Արդա Գյուլերը երևի մի քիչ պրոբլեմներ ունի այսպիսի դրվագներում գործելու հետ, չընկավ գետին ու շնկավ եւ մրցավարները ուղղակի չնայեցին վառով, բայց այդ դրվագը ականայտ 11 մետրանոց էր, եթե Արդա Գյուլերը շուտ ընկներ։ Բացի դրանից միջև այս գոլը ես ինչու նշեցի Մենդիի հանգամանքը, ուզում եմ անպայման անդրադառնալ այդ հանգամանքին։ Մենդին մի այնպիսի դրվագում փրկեց Ռեալ Մադրիդին։ Շատ վտանգավոր գրոհ էր, Ռաուլ Ասենսիոն նորից դիրքային կոպտագույն սխալ թույլ տվեց, նա խաղում է վերջին պաշտպան եւ այդ վերջին պաշտպանը իրավունք չունի այդպիսի դիրքային սխալներ թույլ տալու։ Ստացավ փոխանցում հարձակվողը մարմինով պատկերացրեք Ասենսիոն է, սա հարձակվողն է, գնդակը գալիս է դեպի այս կողմ, Ասենսիոն այսպես է դասավորվում, այսինքն ինչ կարող է նա այսպես դասավորվելով անել։ Մրցակիցը վերցնում է գնդակը եւ ուղղակի շարժվում է, Ասենսիոն կտրվում է դրվագից, նա գնում է առաջ եւ Մենդին եսին որտեղից, եսին ինչ արագությամբ գալիս է, հասնում է ուժային պայքարում, հաղթում է, խլում է գնդակը եւ հենց այս սրանից հետո էլ Ռեալ Մադրիդը գնում է եւ խփում է այդ վերջին րոպեի գոլը։ Դա լինում է 92-րդ րոպեին, Ռեալը գոլը խփում է 90+4-ին։ Այդ դրվագը շատ կարևոր էր եւ Մենդիին միայն իհարկե պետք է ծափահարություններ տա։ Ռեալը հրաշքով, այո, բախտով հաղթում է այս խաղում, մի խաղում, որը կարծում եմ պետք է ոչ ոքին արժանի արդյունք լիներ, բայց այսպես հաղթողներին, ինչպես ասում են, չեն դատում եւ Ռեալը կարևորագույն հաղթանակ է տոնում։ Այդպիսի բարդ հաղթանակ տոնեց նաեւ Բարսելոնան։ Եկեք խոսենք նաեւ Բարսելոնայի իհարկե խաղի մասին եւ վերջում նոր կխոսենք Ատլետիկո Մադրիդ Ռեալ Սոսիեդադ խաղի մասին, որը տուրի լավագույն հանդիպումներ իմ կարծիքով։ Բարսելոնան շատ հոգնած էր, իհարկե հասկանալի այն ֆենոմենալ 3-0-ից հետո Ատլետիկո Մադրիդի հետ գավաթային խաղում
որտեղ Բարսելոնան ֆանտաստիկ ֆուտբոլ խաղաց, սաղ ֆուտբոլիստները ուժասպառ էին եղել, Պեդրին, Ռաֆինյան մեկնարկային կազմում չէին։ Առաջի խաղակեսում այդպես էլ Բարսելոնան ոչ մի հարված չկատարեց դարպասին, ընդամենը 2 հարված կատարեց, եկե մրցակիցն էլ եսիմ ինչ-որ աչքի չընկավ, ընդամենը 3 հարված, մեկը դիպուկ, որը շատ վտանգավոր էր եւ Ժոան Գարսիան փրկեց, եւ առաջի խաղակեսում մեկ մեծ հնարավորություն ուներ Ատլետիկ Բիլբաոն, բայց Բարսելոնան չուներ։ Սա Բարսելոնայի կարծում եմ վատագույն առաջի խաղակեսներ ընդհանրապես Լա Լիգայում, ես այն խաղերում, որտեղ նրանք հաղթել են, եւ ընդհանրապես սա Բարսելոնայի վատագույն խաղն էր, որտեղ նրանք հաղթել են, որտեղ սովորաբար երբ որ Բարսելոնան հաղթում է, նա մրցակցից լավ է խաղում, բայց այս խաղում ասել, որ Բարսելոնան մրցակցից լավ էր խաղում, իհարկե սուտ կլինի, իմ կարծիքով մրցակիցը ավելի լավ էր խաղում, բայց որակը իրեն է ասեց։ Բարսելոնայի հոգնած ֆոնի վրա, Բարսելոնայի խնդիրները իհարկե ակնհայտ երևում էին, Յամալի դիրքում Յամալի խաղը այդքան էլ չէր ստացվում, որտեղ այնտեղ շատ լավ էր խաղում Բոյրոն, թերևս վերջում պետք է հենց Յամալը դառնար հերոս։ Երրորդ խաղակեսի մեկնարկում խաղադաշտ մտավ Պեդրին, այդ փոփոխությունը իհարկե ուղղակի, չգիտեմ, գոռում, գոչում էր եւ ակնհայտ էր առաջի խաղակեսից հետո, որտեղ Բարսելոնան ձախողվում էր երկու հենակետայինով խաղով։ Եվ եթե չեմ սխալվում, սա առաջի դեպքն էր, երբ որ միաժամանակ խաղադաշտում Կասադոն ու Բեռնարն էին հայտնվել, գուցե սխալվում եմ, բայց այսպեսի մեկնարկային կազմ չեմ հիշում։ Այնտեղ եղան նաև իհարկե ուրիշ փոփոխություններ, Ֆերմինը խաղադաշտ մտավ եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն։ Ատլետիկ Բիլբաոն ունենում էր ինչ-որ սուրպայր, բայց Ժոան Գարսիան եւս մեկ անգամ ֆանտաստիկ սեյվ կատարեց։ Եվ Բարսելոնայի այդ երկրորդ խաղակեսի սկզբնական ճնշումը, որը մի քանի րոպե տևեց, ինչ որ արդյունք չտվեց, բայց այնտեղ մեկ վտանգավոր պահ ունեցավ Բարսելոնան։ Եվ դրանից հետո ասել, որ Պեդրիի խաղը ստացվում էր, ընկերներ, սուտ կլինի։ Խոտանը շատ էր Բարսելոնայի մոտ, Բարսելոնան շատ գնդակ էր կորցնում, եւ նույնը կարելի է ասել նաեւ Ատլետիկ Բիլբաոյի մասին։ Ատլետիկ Բիլբաոն հասնում էր Տուգանային հրապարակ, մրցակցի սխալը վերցնում էր, պետք է գնար արդեն այդ վերջի քայլը աներ, գոլը խփեր, ընդունում էր ինչ որ անհասկանալի որոշում։ Շատ սխալ ու վատ որոշումներ։ Սա ցույց է տալիս ներկայիս Ատլետիկո Բիլբաոյի վիճակը, որովհետեւ նման խնդիրներով, նման հոգնած ֆոնով մոտեցած Բարսելոնան, եթե դա լիներ հին Ատլետիկ Բիլբաոն, ես համոզված եմ, որ կհաղթեր Բարսելոնային, բայց քանի որ այս խնդիրները այնքան ակնառու էին նաև Բիլբաոյի խաղում այդ վերջին որոշումը կայացնելու, Բիլբաոն չէր կարողանում ստեղծել այնպիսի պայեր, որոնք կպատժեին Բարսելոնային, իսկ այն պայերը, որոնք ստեղծում էր, փրկում էր Ժոան Գարսիան իր ֆանտաստիկ խաղով։ Դրվագներից մեկում Ինյակի Վիլյամսը դուրս էր գալիս մենակ, այնտեղ իհարկե դուրս էր գալիս նաև դարպասապահ եւ Կուբարցին խախտում է, ստանում է դեղին քարտ։ Այս դրվագը շատ քննարկվեց իսպանական մամուլում, համաշխարհային մամուլում, բայց ես այդպես էլ անկեղծ ասած չգտա ոչ մի հստակ կրկնապատկեր այս դրվագի հետ կապված եւ բոլոր այն անալիտիկները, որոնք ասում են այս դրվագում հաստատ խախտում էր կամ հաստատ խախտում չէր, ես այդպես էլ այդ մարդկանց չհասկացա, որովհետեւ ոչ մի կրկնապատկերում ցույց տված եւ բոլոր այն կրկնապատկերներում, որոնք ես գտա, ես այդպես էլ հստակ չհասկացա, այնտեղ կար թե ոչ, ինչ որ կրկնապատկերում թվում էր թե կա, ինչ որ կրկնապատկերում թվում էր թե չկար, սա ինչ որ գաղտնիք էր։ Ես ամեն դեպքում մտածում եմ, եթե կար հպում դա կարմիր քարտ էր, եթե չկար հպում դա սիմուլյացիայի համար դեղին քարտ էր Ինյակի Վիլյամսին։ Այս հարցի պատասխանը ես այդպես էլ չգտա, ինչքան էլ տանջվեցի եւ փորձեցի գտնել, որպեսզի այս տեսանյութում ասեմ, բայց իրոք ես չգտա այդ հպման այն պահը, որը ինձ հաստատ կհամոզեր, որ եղել է հպումը կամ չի եղել։ Ինչ եմ ուզում ասել, Բարսելոնայի գոլը ամեն դեպքում եկավ Պեդրիից, Ֆերմինից եւ Յամալից։ Պեդրին շքեղ նկատեց, թե ինչպես Ֆերմինը Բոյրոին շեղեց ձախ պաշտպանին Ատլետիկ Բիլբաոյի եւ հիասքանչ փոխանցում կատարեց դեպի Յամալը շատ լավ մտավ եւ ֆանտաստիկ հարվածով հաշիվը դարձրեց 1-0։ Սա Բարսելոնայի իհարկե ուժեղ կողմերից մեկն է եւ թիմում ունես այնպիսի կատարողներ, ինչպիսին Պեդրին է, Յամալն է, դու կարող ես անգամ վատ խաղալ, բայց այդ խաղում գոլ խփել։ Սա ինձ որակի մասին է։ Բարսելոնան հաղթեց որակի ու կարգի հաշվին Բիլբաոյին, բայց նորից եմ կրկնում, եթե Բիլբաոն լիներ այն Բիլբաոն, որին մենք սովոր ենք սովորաբար տեսնել, չէր հաղթի Բարսելոնան այս հոգնած ֆոնին ու հենց այս կարգի հաշվին շատ կտանջվեր։ Բայց քանի որ ներկայիս Բիլբաոն շատ է թուլացել, Բարսելոնան կարողանում է հենց կարգի հաշվին ու այսպեսի մեկ դրվագի շնորհիվ պատժել Բիլբաոյին եւ հաղթել։ Բիլբաոն հետո ինչ որ փորձեր ունեցավ, բայց դրանք հաջողությամբ չպսակվեցին։ Բարսելոնան շատ կարևոր հաղթանակ տոնեց, շատ բարդ խաղում, ինչպես Ռեալ Մադրիդը ծնեց հաղթանակը, ես չեմ վախենա այդ բառից, այդպես էլ Բարսելոնան ծնեց այս կարևորագույն հաղթանակը եւ պայես 4 միավորի տարբերությունը Ռեալ Մադրիդի հետ խաղում եւ նրանք պատրաստվում են գնալ շատ բարդ արտագնախաղի Նյուքասլի հետ։ Իհարկե մոռացա ասել, որ Ռեալն է պետք է խաղա Սիթիի հետ սեփական արկետակ եւս մեկ շատ բարդ խաղ է եւ Ռեալի այդ վնասվածքների ֆոնի մասին է կարծես թե մոռացա ասել, այնտեղ կատաստրոֆիկ Ռեալը վնասվածքներ, խնդիր ուներ, որակազրկումներ ուներ եւ այդ խնդիրները պարզ է որ պետք է լինեն, դրա մասին մոռացա հիմա ասեմ։
Եվ վերջի խաղը, որը Իսպանիայից ուզում եմ խոսել, իհարկե Ատլետիկո Մադրիդ Ռեալ Սոսիեդադ խաղն է, հենց սկզբից թվաց, որ Ատլետիկոն փորձելու է այս խաղում հաղթել եւ լավ տրամադրությամբ պատրաստվել Տոտենհեմի հետ Չեմպիոնների լիգայի խաղին, թեժ հանդիպում էր, երկու թիմերն էլ լավ տպավորություն էին տվում, բայց հատկապես Ատլետիկոն շատ սուր էր գրովում եւ ստեղծում էր պահը պահի հետևից եւ ուներ մեծ առավելություն, բայց այդ մեծ առավելությանը հակառակ Ռեալ Սոսիեդադը շատ լավ էր օգտագործում իր հնարավորությունները։ Խաղի 5-րդ րոպեին Խիմենեսի փոխանցումից հետո Սորլոտը բացեց խաղի հաշիվը, ընդամենը 4 րոպե հետո Սուչիչի փոխանցումից հետո Սոլերը հաշիվը դարձրեց 1-1։ Առաջիկա կեսում Ատլետիկոն շարունակեց իր մեծ առավելությունը, բայց չիրացրեց պայերը, շատ լավ էր խաղում Ռեմիրոն երբեմն հարվածներն էին շեղ ստացվում։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը, մի քանի հետաքրքիր փոփոխություն կատարեց մոռացա անունը գլխավոր մարշյաց Դիեգո Սիմեոնեն մի հետաքրքիր փոփոխություններ կատարեց, Խուլիանո Ալվարեսը մտավ դաշտ Սիմեոնեի փոխարեն, Գրիզմանը մտավ Լուկմանի փոխարեն եւ Նիկո Գոնսալեսը Ալմադայի փոխարեն խաղադաշտ մտան եւ այս երեք ֆուտբոլիստներն էլ կերտեցին հետագայում Ատլետիկո Մադրիդի հաղթանակը։ Նախ Գրիզմանի ֆենոմենալ, շքեղ, էսթետիկ փոխանցումից հետո Նիկո Գոնսալեսը հաշիվը դարձրեց 2-1, այդ գոլը պարտադիր դիտեք, եթե չեք դիտել, այդ գոլը կարող եք գտնել նաեւ իմ տելեգրամյան ալիքում։ Հետ շատ արագ հաջորդ իսկ րոպեին Օյարսաբալը շատ լավ կողմնորոշվեց եւ շքեղ հարվածով հաշիվը դարձրեց 2-2։ Խաղավերջում Ատլետիկոն ճնշում էր եւ ի վերջո 81-րդ րոպեին Ռուջերիի փոխանցումից հետո Նիկո Գոնսալեսը գլխի հարվածով ստանդարտ իրավիճակում կարողանում է հաշիվը դարձնել 3-2 եւ դրանից հետո Ատլետիկոն էլի ուներ պայեր, բայց չկարողացավ գոլ խփել եւ շատ կարեւորագույն հաղթանակ է տոնում։ Վիլյարեալը նշեմ, որ այս տուրում եւս կարող հաղթանակ տոնեց եւ հիմա մրցաշարային աղյուսակի մասին Բարսելոնան 67 միավորով առաջատարն է, Ռեալ Մադրիդը 63 միավորով երկրորդն է, Ատլետիկո Մադրիդը 54 միավորով երրորդն է, այդքան միավոր ունի նաեւ Վիլյարեալը 54 միավորով եւ այստեղ Եվրագավաթային գոտու համար 5-րդ տեղում Բետիսն է 43 միավորով, 6-րդ տեղում Սելտան է 40 միավորով եւ նրանից հետո արդեն Անդունդը, իհարկե մեկ խաղ պակաս անցած Իսպանիոն ունի 36 միավոր եւ գուցե նա կկարողանա մոտենալ Եվրագավաթային գոտուն։ Մբապեն շարունակում է մնալ առաջնության գլխավոր ռմբարկում 23 գոլ եւ 4 գոլային փոխանցում, երկրորդը Մուրիքին է 18 գոլ եւ 1 գոլային փոխանցում, երրորդը արդեն Լամին Յամալն է 14 գոլ եւ 9 գոլային փոխանցում, 4-րդը Բուդիմիրն է 13 գոլ եւ 0 գոլային փոխանցում եւ 5-րդը Ֆերրան Տորեսն է 12 գոլ եւ 1 գոլային փոխանցում։ Այստեղ նաեւ ուզում եմ նշել, որ Օյարսաբալը 6-րդն է եւ Բորխա Իգլեսիասի հետ կիսում է համապատասխանաբար 11-ական գոլով։ Այո, Ֆերրան Տորեսի մասին խոսեցինք, այնտեղ մոռացա նշել մի քանի բան Ֆերրան Տորեսի մասին։ Ֆերրան Տորեսի մոտ կա որոշակի հոգեբանական խնդիր պայերի իրանցման հետ կապված եւ դա գալիս է կարծում եմ երկրպագուների ճնշումից, երբ որ նա մի քանի խաղում նրա բախտը չի բերում, իրոք նրա հաջողությունը չի բերում, դրա մասին նաեւ մամուլի ասուլիսում խոսեց Ֆլիկը, որ Ֆերրան Տորեսը շատ լավ շարժ է տալիս, ինտենսիվություն է տալիս, դիրքեր է բացում, նույն գավաթային խաղում 2 գոլեր եկան Ֆերրան Տորեսի հենց ակտիվ գործողություններից, մեկը փոխանցումը Պեդրինի, որից դու եղավ 11 մետրանոցը եւ մեկը այն գործողությունը, որ նա Խուլիանո Սիմեոնեին շեղեց եւ Յամալի փոխանցումից հետո գավաթային առաջի գոլը խփեց Ատլետիկո Մադրիդը, ուղղակի մարդիկ այդպիսի բաներին ուշադրություն չեն դարձնում, բոլորը սպասում են, որ Ֆերրան Տորեսը պետք է լինի top 9 համար եւ ամեն խաղի պաշկեքով գոլ խփի։ Այո, կա հոգեբանական խնդիր եւ դա կարծում եմ գալիս է երկրպագուների ճնշումից, երկրպագուները պետք է Ֆերրան Տորեսին կարծում եմ մի քիչ ուրիշ ձև վերաբերվեն։ Այսքանը Լա Լիգայի մասին, ընկերներ, չմոռանաք բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, մենք գնալով շատանում ենք, հուսամ այս տեսանյութից հետո մենք կդառնանք վերջապես 900 հետևորդ եւ արդեն կթեվակողենք եւ կգնանք դեպի 1000-ի հետևից։ Իմ համար շատ հաճելի է, երբ որ դուք միանում եք իմ ալիքին, թողնում եք մեջբերումներ, գրում եք ձեր կարծիքը։ Ես սպասում եմ ձեզնից դա միշտ։ Ձեզ հետ է Վակ Սպորտի Վահագն Ամիրջանյանը, լավ կմնացեք, կհանդիպենք Չեմպիոնների լիգայի խաղերից հետո։